Սիմոնյան, նախ երեկվա այցին անդրադառնանք։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ինչի արդյունք։ Այն ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի եւ այն հնարավորությունների, որը Հայաստանի համար բացվեցին։ Ամենամեծ հնարավորությունը ո՞րն է այս այցի։ Ես չեմ ուզում որևիցե մի բան առանձնացնել, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների։ Շոշափելի արդյունքներ կան գերիների հարցի հետ կապված, ինչ համաձայնություն է ձեռք բերվել։ Փայլակ ջան, դուք տեսնում եք, որ հաճախ դուք ինձ այդ հարցը տալիս եք, մենք ասում ենք, որ մենք հրապարակային դրա մասին չենք խոսում եւ գործը արվում է, դա ասածից հետո ինչ որ քանակությամբ մարդիկ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, որևիցե բան այդ մարտավարության մեջ չի փոխվել, մշտապես խոսվում է թե գերիների մասին, թե անհայտ կորածների ճակատագրի մասին, թե բոլոր այն խնդիրների մասին, բայց նորից եմ ասում, պետք է ասեմ, որ շատ դրական եմ գնահատում այն աշխատելավոճը, որը որ մենք երկստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ եւ կարծում եմ այս ճանապարհով, որ մենք շարունակենք առաջ ընթանալ, մենք ոչ մեր երկու երկրները այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա։ Իսկ Ռուսաստան ձեր այցը ինչպես է գնահատում։ Ես արձագանքներով պետք է ասեմ, որ շատ լավ արձագանքներ եմ ստացել եւ կարծում եմ այնտեղ հենց դրանք խոսում են։ Այնտեղից է ստացել։ Դե գիտեք ինչ, ասենք, չէ, Ռուսաստանից այնտեղ ոչ մեկ հետ չեմ շփվել, այդ բան իմաստով էլի, արձագանքների իմաստով շփվել եմ այն պաշտոնատար անձանց հետ, ում հետ որ դուք տեղյակ եք, որ շփվել եմ, չէ, Հայաստանի մեր ժողովրդից, մեր մարդկանցից, մեր Սփյուռքում բնակվող հայրենակիցներից, հեռախոսից, տարբեր տեղերից շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնում, ձեր բոլոր հաղորդագրությունները կարդացել եմ, ես ձեզ նույնպես սիրում եմ եւ հպարտանում եմ ձեզանով։ Նույնիսկ հրապարակային մասում Լավրովի եւ ձեր զրույցը բավականին լարված էր եւ փոխադարձ այսպես գնահատականներ փոխանցում էին, ձեր գնահատականը, Լավրովն էր գնահատում Հայաստանի առասպելական ինչ-որ սպառնալիքների մասին եւ այս առումով դուք փակ քննարկման ժամանակ ստացաք ավելի պարզ կամ դուք փոխանցեցիք ավելի հստակ դիրքորոշումը, թե դուք արդեն պատերազմի հարձակում եք ասում, այդ հարձակումների մասին, արդյոք Լավրովը կրկին պնդում էր, որ սպառնալիքներ չկան, դրանք առասպելական են, այս մասով դուք փակ քննարկման ժամանակ հստակ խոսել եք։ Անուն առանուն, ես ինչ որ ասել եմ ձեզ ստեղ, ես ասել եմ այնտեղ, ոչ մի, իսկ կարելի է ավարտեմ, ոչ մի բան, որը որ ես ձեզ ստեղ կամ ձեր տաղավարներում ասել եմ, ես այնտեղ այնպես չի եղել, որ չեմ ասել, բնական է ես ինչ որ մարդիկ, որոնք որ ոչ հայերեն են կարողանում գրեն, ոչ ռուսերեն են կարողանում գրեն, ինչ որ ակնկալիքների մասին են խոսում, չգիտեմ, իրենք ենթադրում են, որ ես պետք է հարձակվեի, ինչ որ մեկին հարված է այնտեղ, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի, այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն կարդալ, գրել սովորել նախ եւ առաջ կամ գոնե ռուսերեն։ Այդ մարդկանց չեմ անդրադառնում, մնացած առումով ինչ որ խոսացվել այստեղ, հիմա ձևակերպումը մի անգամ Նարեկի մոտ ասեցի, հյուրին ասեցի եկեք հարձակումը անվանենք, ոչ թե պատերազմ, հա, հիմա չէ, պատերազմ թող լինի, թող ուղղակի պատերազմ բառը հաշվի առնելով խաղաղության գործընթացը աշխատում ենք որևիցե կոնտեքստում բան չենք, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել եւ այո, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր, որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մենք մեզ անհանգստացնում, բայց իրար նկատմամբ, իրար այսպես ասած հարցադրում անելուց բացի, մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ, սկսած տարբեր ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջացրած, չգիտեմ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու
մեր մարզերի եւ ռուսական ռեգիոնների միջև ձեռք բերված պայմանավորված ժամ ու կես թե ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք եւ կներեք ինչ որ բաներ դե parza չեմ կարող մասին արդյոք խոսվել է եւ ինչ parzabanum է ներկայացվել Լավրովը ասում էր որ 2020-22 թվականներին Ռուսաստանի Դաշնության Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մակարդակով մեր համոզմամբ պահպանում են այն պայմանավորվածությունների մասին է խոսում որ այդ թվականներին եղել է եւ ասում է որ մեր համոզմամբ պահպանվում են իրենց արդիականությունը նախ եւ առաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ բոլոր խնդիրներ լուծելու համար այս առումով Ռոզմանա ջան չհասկացա ինչ է ասել անկեղծ ինչ որ մի նախադասություն ակնարկ երակողմի հետ կապված եղավ ես չեմ ընկալել որ նա փակ որ նա բաց որովհետև անկեղծ ասած ես Կարինե ջան ես հետո եմ իմացել բայց խոսակցության ընթացքում անընդհատ ես չգիտեի ես նույնիսկ չգիտեի որ ուղիղ եթեր է Պարզվեց ուղիղ եթերը ես հետո եմ իմացել, որովհետև ես ոչ մի խնդիր չունեմ լրագրողների հետ շփման եւ ուղիղ եթերում խոսելու։ Ես հետագայում եմ իմացել, ինչ որ եթե չեմ սխալվում կապված այն տրիպի հետ կապված, որ նմանատիպ ինչ որ բան է, բայց գիտեք ոնց են, որ դրան ոչ արձագանքելու, ոչ շեշտադրելու բան չկար։ Նկատի ուներ, որ հա դե տենց մենք տարբեր բաներ ենք խոսացել, հիմա իրողությունը այլ է, ասում, հա իրողությունը այլ է եւ կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք ոչ թե տրիպի մասնակցության, որտեղ ես դա չեմ պատկերացնում, չեմ կարծում, որ իրանք կամ որևիցե մի կողմ պատկերացնում է, այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու եւ շահագործելու մեջ ներգրաված լինեն եւ ես կարծում եմ, որ դա շատ լավ առաջարկ է, որ իրենք պետք է ու պարտավոր են արձագանքել եւ կարծում եմ կարձագանքեն, որովհետեւ համապատասխան այդ խոսակցությունը մեր համապատասխան գերատեսչությունների հետ ենթադրում եմ, որ արդեն պետք է սկսված լինի։ Տրիպի մասով Լավրովը որևէ հայտարարություն արել է թե ոչ, որովհետեւ բարբերաբար իրենց կողմից հայտարարություններ են հնչում։ Այն ինչ որ ասվել է բարձր, նույն տրամաբանության մեջ, այն ինչ որ իրանք ասում են, այն ինչ որ մենք ասում ենք, նույն ձևի տարբեր ձևակերպումներով խոսացել ենք։ Հիմա շարունակում է Գալուզինը եւ ասում է, որ պետք է ներգրավվածություն ունենան տրիփում, այսինքն ցանկանում են ներգրավվածություն ունենան, խորհրդակցել եւ այլն։ Ասենք չի կարելի երկու դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ եթե չեմ սխալվում, Գալուզինը այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել է, որ մենք այնտեղ չենք կարող Մենակ մենք պետք է ինչ որ մենաշնորհային բան է, ասել ինչ ձևակերպում։ Չէ։ Հա, ինչ որ բայց ինչ որ ասել է դա մեր այլընտրանք չունի, այո, այլընտրանք չունի։ Ժողովուրդ չի կարա դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվել է։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է։ Ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ։ Չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրանց հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես ձեզ ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարցը որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է ստացվել է։ Եթե դուք այդ Մատ ինքը թող վերջացնի։ Մանրամասները որ ներկայացրել եք պարոն Սիմոնյան, այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը, այսինքն կարող ենք ասել, որ համաձայնության չէ գալիս այս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է Ես չեմ հասկանում։ Հասարում եք, որ Ամերիկայից կարող են համաձայնության գալ իրենք։ Չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գալ, բայց էլի մեր հետ քննարկելով մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում ոնց դա։ Ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցելա կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։
Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան, եկեք մի հատ բան, միտեղ կա, այդքանք մենք էլ մտնենք բան, անեիք 100 տարի աստեղ եք, անեիք։ Պարոն Սիմոնյան, դուք այդտեղից որ ասեցիք Սերգեյ Լավրովին ասեցիք, որ Ռուսաստանից կոնկրետ հիբրիդային պատերազմ հարձակվում, ինչպես ուզում եք։ Անուն առանուն, ես կրկնեցի։ Դուք մի քիչ կմանրամասնեք, որտեղ այն ինչ մենք տեսանք, այնտեղ դուք ավելի այսպես այնպես չէիք։ Կոռեկտ է, հիմա դա չի կարելի, ասենք ջուր եմ ես, ասենք ոնց եք պատկի։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, բայց Հայաստանում այսպես ուղիղ եք ասում Ռուսաստան Բալկանի օրեր առաջ ասում եք, որ ոչ թե ադրբեջանցիները։ Կես կլինի իմ մասին խոսեմ, ոչ թե 107 падգամավորներից մեկի։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ասել, իշխանականները շատ ուղիղ են խոսում։ Անուն առանուն, քանի անգամ ասում։ Հիմա դուք մեզ Բոլոր են հայտնի դերակատարների։ Չէ, բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կոռեկտ չի, դա մեր մասնավոր զրույցն է։ Հա, դուք շարունակեք։ Եվ ասել եք, որ Ռուսաստանը մտադրություն ունի, հա, Հայաստանը բռնակցել Ռուսաստանին, հա միութենական կազմի մեջ մտցնել, այստեղ գեներացնում է ուժեր, որ ընտրություններով կարողանա Ասեմ ավելին, ասել եմ, որ SVO անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում։ Հարգել SVO, սպეციальная военная операция։ Բառացի ամեն ինչ ասել եմ։ Հիմա չգիտեմ, որևիցե կոնկրետ ձևակերպում, որը որ դուք ուզում եք, ես ասել եմ թե չեմ ասել, բայց ինչ որ ես տեղ ասել եմ, ես ասել եմ։ Որ այն ինչ որ իրանք մշտապես արձագանքում են, որ նման բան չկա, դրանք անհատներ են։ Ես ասել եմ, որ նաև падգամավորներից կողմից է նման բան հնչել, նման բան դիրքորոշում հնչել, բայց դա կարևոր չի իմանալ նախընտրական բան։ Մի խոսքով նման Այն ինչ որ ստեղ եմ ասել եմ ընդեղ, այն ինչ որ իրանք են ասել, երբ որ ես ստեղ ասել եմ, իրանք ինձ ընդեղ կրկնել են։ Պարոն Սիմոնյան, իսկ Իրոք վերջ ասեցի։ Ինչ եք կրկնել, որ հավաքություն։ Դրանից դե ասեցի հիմա։ Ուժի հետ կապ չունի։ Ասեցի։ Համոզիչ եք դա, հավատացիք։ Թե հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա։ Պետք է նայես գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն, մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված իհարկե իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, ինչ-որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պա մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բան անել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից 200 եք, հա, բանան։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Ես եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, Համակարգված, որ դա լսի, ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, թող պատասխանեմ։ Հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ։ Մեզ մոտ է սինխրոն չէ, պարոն Սիմոնյան։ Չէ, հարցը սինխրոն չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը։ Ես ձեզ չեմ համեմատում, որովհետեւ Շորգյան կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանց ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ընդդիմ ասում ես, այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում, չէ, ստեղ դուք պետական եք շողիկ։ Չէ, պետականում տարբեր Լսի, պետականը դաշտի 10%-ն է։ Այնտեղ որն է այն լրատվամիջոցը, որը դու կհամեմատես Ազատության ռադիոկայանի հետ, Ֆակտորի հետ, չգիտեմ, Տրիբունի հետ, որն է այդ լրատվամիջոցը։ Դու գիտես ինչի, որովհետև դու ինձ ընդհատում ես, իմ միտքն է կորում, քո միտքն է կորում, ու մենք դառնում ենք ինչ-որ խոսակցություն։ Ինչա։ Ասում եմ ոչ ժողովրդավար եք համարում Ռուսաստանում։ Նայ ջան, ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կոռեկտ հարց չի։ Դա կոռեկտ հարց չի։ Ասում եմ կառավարական լրատվամիջոցներն էին հարցնում եւ կառավարական լրատվամիջոցները
հայտարարություն էին անում եւ մեկնաբանություն էին անում։ Ես չգիտեմ նրանց ընդդիմադիր լրատվամիջոց կա, չկա, ինչ հայտարարություն արել, բայց հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես շո գնահատական տամ, չեմ պատրաստ։ Պարոն Սիմոնյան, վեհեցի այցի հետ կապված այդ 9 միլիարդ դոլարի ներդրումը, որ 5 միլիարդ ասեցին առաջին փուլով է, 4-ը երկրորդ փուլով է լինելու, բայց հիմա ասում են թարգմանչական սխալ է եղել, Ամերիկան չի պատրաստվում այստեղ տարածում են Վենսի ուղի խոսքը, որտեղ բոլոր այն դեպքերում, երբ որ խոսքը գնում է մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերում, լինի դա մեծ ներդրում, աշխարհաքաղաքական գործընթաց, Աստված մի արասցե ինչ-որ գործողություն, որը զինվորական գործողություն է, հիմնվեք պետական, մի հիմնվեք մասնավորի, այլ պետական լրատվամիջոցների եւ պետական հայտարարությունների հիման վրա։ Մնացածը հեքիաթներ են։ Հարցնել երեք մինչև երեք ստեցյան ասվում էր վարչապետն էր նաև ասել էր որ ատոմակայանի հարցով դեռ որոշում հստակ չկա պետք է դեռ շարունակել ուսումնասիրել տեսակետներ եւ այլն բայց երեք կարծես թե ԱՄՆ փոխնախագահը ասաց որ մոդուլային ատոմակայանների հարցով գործակցությունը շարունակելու պայմանավորվածություն կա սա արդեն ընտրություն չէ Շողիկ ջան կրկին ոչ կոռեկտ եմ համարում խոսել մի բանից, որի ժամանակ ես ներկա չեմ եղել, վարչապետը վաղը չեմ հիշորը այստեղ հարցի պատասխանի է լինելու, եթե ընդդիմադիր գործիչները այդ հարցը կտան, թող տան վարչապետը արձագանքի, դուք հարցրեք, ես ճիշտ չեմ համարում խոսել գործադիրի, դա գործադիրի գործառույթն է եւ ես չեմ կարող խոսել մի բանից, որի քննարկման առնվազն չեմ մասնակցել։ Քաղաքական մի հարց նաեւ Ջեյնի Վենսը հայտի Հա, հանդիպել եմ։ Բայց շողիկին վերջացնենք։ Նաեւ երեք հայտարարեց ընտրություններին անդրադարձավ Հայաստանում եւ սա ես ուզում եմ ուղիղ մեջ բերել պարոն Սիմոնյան ասաց որ կներեք մի վարքյան Ինչեւ շողիկը գտնի այլ հարց տամ պարոն Սիմոնյան ձեր մասնակցությամբ Վենսին դիմավորման արարողությունը քննարկվեց նաեւ ասում են խորհրդարանի առաջնային մանդատ ունեցող կառույցի ղեկավարը ինչպես է դիմավորում գործադիր իշխանության Ոչինչ որ ինքը սենատի ղեկավարն է նաեւ այդ մարդիկ գոնե կարան գրագետ լինեն հիմա էլ գնում եմ ճանապարհում ԱՄՆ փոխնախագահը նաեւ սենատի ղեկավարն է այսինքն ես սենատի ղեկավարով պետք է սենատի ղեկավարին դիմավորի մենք սենատ չունենք մեր պարլամենտ այսինքն Մատվիենկոն Ռուսաստանի սենատի ղեկավարն է Վենսը միևնույն ժամանակ հանդիսանում է սենատի ղեկավար ասենք անգրագետ մարդկանց լավ էթիկային պահ է պարոն Սիմոնյան որով նաև կրթության, գիտության նախարարներ, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ բայց Երևան է գալիս որպես ողջունող մարդ, այսինքն ուզում հասկամ այս սաղ, այս 9 միլիարդի, չգիտեմ, անօթաչո թռչող սարքերի, խաղաղության, ստեղի դրա կարևոր էր Ավինյանը, Ալենը ճիշտ արեցին, ավելի, ասենք լուրջ եք համարում սա։ Ես պարոն Փաշինյանը չեմ։ Որովհետև Փաշինյանն ու Վենսը համաձայնություն են ձեռք բերել, որ կաթողիկոսի հետ չհանդիպի Վենսը, այս մասին ինչ կասեք հանդիպում լինելու է, այնուամենայնիվ վեհապարի։ Ես չեմ կարծում, որ նման խոսակցություն է ընդհանրապես տեղ գտել, վստահ եմ, որ տենց խոսակցություն չի եղել եւ ես գիտեմ, որ մի քանի ժամից պետք է գնամ օդանավական իրեն ճանապարհը։ Բայց արարողակարգի մաս չէ, վեհապարի հետ հանդիպել։ Նման չէ, ով է, ինչի մենք կրոնապետություն ենք։ Մի հատ անջատեք ձեր մեջ այդ կրոնապետություն գաղափարը։ Մենք կրոնապետություն։ Ուրեմն չի եղել նախկինում ազգային ժողովի նախագահ այսքան բան չէր, հասանելի չէր ձեզ։ Էլ ինչ նախկինից օրինակ դրել։ Պետական արարողակարգով է դա նախատեսված։ Հարգելիներս, խնդրում եմ, էլի, խնդրում եմ։ Նախկինից եկեք չխոսանք։ Հետո էլ կասեք մտնում եք նախկինների մեջ։ Բերեմ նախկինից այսպես մեր ցուցակ։ Գարնի ջան, դու ինչով ես հիմա զբաղված։ Քեզ թվում է դու կարող ես գնալ բաժակով տեն սուրճ խմելով, հերվից մի բան գոռես, ջուր խմելով բղավես, ես քեզ տեղից գամ, այդ քո հետաքրությունը սպասարկեմ, հարգալից եղիր, որ ես քո նկատմամբ հարգալից լինեմ։ Ոչ, փագեցինք խոսակցությունը, խնդրեմ։ Չէ, խնդրում եմ մի արձագանքի։ Գործընկերներիդ մոտեցի ականջներին կամած ասա։ Պարոն Սիմոնյան, Ձևը աշխատել ուզում եմ հասկանալ։